Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր Կարոզա Հարսանյաց սրահ։ Կարոզա։ Միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Կարոզա Հարսանյաց սրահ միայն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային հարսանեկան զգեստների, ինչպես նաև ակսեսուարների լայն տեսականի ամենասեղմ ժամկետներում կարող ենք ապահովել ցանկացած բրենդային հարսանեկան զգեստ։ Ալեք Մանուկյան 17, հեռախոս 575007։ Կարոզա միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, Առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպարտն է։ այսօրվա մեր հյուրն այն երգչուհին է, ով դեռևս 90-ական թվականներից անմասն չի մնացել սև ցուցակներից եւ արհեստական պատնեշներից, եւ չնայած այսօր դրանց թվացial բացակայությանը նա շարունակում է մնալ այդ ցուցակներում, նշելով, որ իր լռությունը պայմանավորված է միայն դրանով։ Նա հայ երգարվեստի առաջին շիկահերներից է, ով մինչ օրս հիշվում է իր «Ես պուճուրեմ» հիթով եւ «Մեր բակը» ֆիլմում մարմնավորած իր էպիզոդիկ կերպարով։ Իրեն չհամարելով պրոֆեսիոնալ երգչուհին, նա այսօր քննադատում է ոչ պրոֆեսիոնալներին, հայկական շոու բիզնեսի իսկական աղբ համարում, իսկ արտիստների առաջխաղացումը օճառների եւ սիրեկանների հետ կապում։ Այսօրվա մեր հյուրը ակումբային երգչուհի Արփինե Բեկջանյանն է։ Кто-то хочет ворваться к вам в гости. Ճարտում այլ եկել եմ, ժամն անցել եկել եմ։ Իրավունք չունեմ կարծիք արտահայտելու։ Նման ձևով։ Որ ձևով։ Ողջույն Արփինե, շնորհակալ ենք մեր տաղավարում հյուրընկալվելու եւ մեր հրավերն ընդունելու համար։ Ողջույն, ես եւս շնորհակալ եմ։ Այսօր շատ հաճախ քեզ կարող ենք տեսնել տարբեր հեռուստաալիքների եթերներում որպես հրավիրված հյուր, բայց որպես գործող երգչուհի ոչ, որպես պատճառ գրեթե միշտ առաջ ես բերում դեռևս 90-ական թվականներին, գործող սև ցուցակները եւ արհեստական պատնեշները։ Այս դեպքում, եթե դրանք մինչ այսօր քեզ համար գործում են, ինչպես կբացատրես քո եթերում հայտնվելը։ Երևի թե ուզում են ապացուցել հակառակը։ Լավ մարդ, լավ բարի թվալու համար, որովհետեւ մենք նման խնդիր չենք առաջացնում նման երգիչների մոտ, էլի 90-ականների հետ կապված։ Գուցե ինչ որ ժողովրդին են ուզում ապացուցել, գուցե ինձ, ես չգիտեմ, ճիշտ է, շատ հազվադեպ են հրավերները։ Բայց մեկ-մեկ լինում են, զարմանում եմ։ Բայց այս դեպքում, եթե ինչպես նշում ես, մինչ այսօր գործում են այդ սև ցուցակները եւ դու չես կարողանում աշխատել այնպես, ինչպես որ ցանկանում ես։ Այո, ապա ուրեմն ես այն պրոյեկտների կազմակերպված, ասենք, միջոցառումների եւ պրոյեկտների ժամանակ այդ դեպքում, եթե չի գործում այդ ցուցակը, ուրեմն ես։ Հասկանալի է, որ այդ սև ցուցակները եղել են, բայց քո խոսքից եւ ընդհանրապես այս ամենին կողքից նայելով հասկանում ենք, որ ինչ որտեղ նաեւ այս ամենը չափազանցվածություն է։ Ինչ որ մի ձև սփոփանք ձեզ համար, այն մարդկանց համար, ովքեր որ եղել են այդ սև ցուցակներում, եւ չխոսենք թե ինչպես եք դուք հայտնվել, ուղղակի մեզ հետաքրքիր է ինչ եք դա որպես զենք օգտագործում այսօր։ Զենք չի։ Հարց են տալիս, պատասխանում եմ ինչու չկամ, որովհետև մի անգամ էլ մի դերասան իմ ամուսնուն էլ նույն բանը ասեց, ապերես խես սև ցուցակում։ Ես ասենք մենակ իմ մասին չեմ ասում, դե ես չկամ ու չկամ, ինչի պրոյեկտներում չկամ, ինչի համերգներին չկամ,
Առաջ ոչ մի համերգ չէր անցնում, ասենք, ոչ մի Երևանի Երևան, ոչ մի անկախության տոն, ոչ մի ոսկե աշուն այն ժամանակ գոյություն ուներ, ոչ մի տոն, որը կազմակերպում էր մարզադաշտերում, հրապարակում, մեր օպերա եւ բալետի տարածքի հրապարակում։ Ներողություն Արփինե, դուք այն ժամանակ գործող երգչուհի էիք եւ այո, ձեզ եւ ձեր գոլեգաներին, ովքեր նրանք էլ պնդում են, որ այսօր սև ցուցակներում են, ձեզ հրավիրում էին, սակայն այսօր կոնկրետ դու որևէ աշխատանք չես ներկայացնում, այլ փորձել ես ինչ-որ աշխատանք Իսկ ներկայացնել։ իրենք փորձել են ինձ հարցնել խոսքի, մենք հրավիրում ենք քեզ համերգի, ասենք ես ներկայանամ ինչ-որ աշխատանքով, հեղինակային երգով։ Անկամ չեն հակառակը պետք է լինի, արտիստը պետք է ներկայացնի իր աշխատանքը, իսկ կազմակերպչին դուր գալու եւ չգալու դեպքում այդ ժամանակ նա կորոշի հրավիրել այդ արտիստին։ Որովհետեւ այնքան երկար ժամանակ տևեց այդ փակ բանալի տակ պահելու process-ը ու փաստը, որ իրոք սև ցուցակը գոյություն ունի ու ասենք որոշ երգիչներ այսօր որով չեն երևում։ Կան երգիչներ, որոնք որ ասենք արել են, գործ են արել, տեսահոլովակներ են նկարել, բայց միևնույնն է չեն ընդգրկվել։ Նայելով այդ օրինակին մտածում եմ, կամ փող ինչի համար ծախսեմ։ Մեկը չեն կանչելու, մեկը չեն զանգելու, մեկը չեն ընդգրկելու։ Իմաստը ո՞րն է։ Այդ փողը ես կծախսեմ ավելի կարևոր բաների համար, ասենք իմ երեխաների ապագան կառուցելու համար, երկրից ի վերջո մեկնելու համար, հասկանում եք։ Այս պարագայում ո՞րն է ձեր ուզածը։ Եթե նշում ես, որ գումար ունենալու դեպքում եւս չես նկարահանի որևէ տեսահոլովակ, չես մասնակցի որևէ ինչ-որ միջոցառման, որտեղ գումարն է դեր խաղում։ Այս պարագայում ո՞րն է ձեր ուզածը։ Իմ ուզածը այն է, որ մի օր զանգեն, ասեն Արփինե ջան, ասենք, այս ինչ համերգի համար քեզ ենք նախատեսել, այլ ոչ թե ծանոթի միջոցով ուզենան ինչ-որ մի ձև խցկած լինեն։ Երբ որ խցկում են, արդեն հասկանում ես իմաստ չկա։ Ուզածս այն է, որ խոսքի ես այս ներկայիս պահին իմ երկրպագուների, որոնց բանակը մեծ է, իդեպ ասեմ, դա ես գացի համացանցի միջոցով, մնացածներում չկան, Facebook-ում կամ։ Հա, ու ասենք բացի դրանից, որտեղ որ ես աշխատում եմ, այնտեղ հաճախ շատ հաճախ մոտենում են sense նոստալգիա ապրած վիճակների մեջ արտահայտում, հասկանում որ բա մեծ երկրպագուների բանակ ունեմ, Փառք Աստծո, ու իրանց համար ուզում եմ ինչ-որ մի նորություն արածելն, որովհետև անընդհատ ասում են ինչ կլինի մի նոր, ասենք ինչ-որ տեսահոլովակ, երգ եւ այլն եւ այլն։ Ուզածս այն է, որ ես իրանց գոնե ուրախացնեմ այն փաստով, որ ասենք ես չեմ մեռել։ Ես դեռ գործող եմ եւ կամ եւ աշխատում եմ եւ երգում եմ, բայց վտոգի ուզում ես, որ դու հլը լինես, գոնե կարողանաս այս երկրում ինչ-որ բանով օգտակար լինես, որտեղ այլ եմ ասում, ես հնարավորություն ունեմ երկրից գնալու, չեմ գնում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ղեկավարում են, որովհետև իրանց պատճառով ես չկամ, չեմ երևում ու իմ երեխաների հացի փողը կտրում են։ Իմ ապրուստը, ասենք, ամեն ձև բան տապալում են, գետնով են տալիս ու չեն թողնում, որ դու շարժվես, որ դու գումար վաստակես գոնե բացի նրանից, որ հաճույքով ես անում քո գործը։ Ես իմ գործը շատ եմ սիրում, առաջերտին ինձ անում եմ, որ աշխատում եմ, որ երգեմ, ես ասպարեզում լինեմ, երգեմ, որտեղ ես իմ գործը ահավոր եմ սիրում։ Բայց ամեն ձև այդ ուզում են, ասենց ոչնչացնել քեզ։ Ես սիրում եմ ուղղակի իմ երկիր, ես ահավոր պատրիոտ եմ։ Բայց Արփինե, կարծես թե չես էլ փորձում պայքարել այդ ամենի դեմ, որովհետև եթե օրինակ վերենք հա դեռ 90-ական թվականներին գործող երգիչ երգչուհիների եւ սև ցուցակներին, այդ ցուցակների մեջ էր նաեւ Օլգա Այվազյանը, ով նաեւ եղել է մեր տաղավարում եւ նա փորձել է պայքարել եւ մինչ այսօր նա տեսահոլովակներ է նկարում եւ ինչու՞ չէ նաեւ ոմանց համար, հա, հասարակության որոշ հատվածի համար նրա երգերը հիթեր են համարվում։ Եվ կարծես թե դու ուղակի նստած այսպես ասում ես դե սև ցուցակները ես չեմ կարող որևիցե ինչ-որ մի բան անել եւ չես է փորձում պայքարել այդ ամենի դեմ։ Նաեւ Լիլիթ Կարապետյանի մասին, որ նա շատ ծանր վիճակում էր նաեւ մեր տաղավարում խոսում էր այդ սև ցուցակներից եւ կարծում էր, որ ոչ մի հնարք չկա այդտեղից դուրս գալու համար, սակայն այսօր ինչու՞ չէ, համացանցը կարծես ողողված էր որոշ ժամանակ առաջ Լիլիթ Կարապետյանի տեսահոլովակով։ Իշնորհիվ իր երկրպագուների, իշնորհիվ այն մարդկանց, որոնք ժամանակին եւ հիմա էլ գնահատում են այդ մարդու աշխատանքը։ Ես համաձայն եմ, բայց ես ինչու՞ պետք է փող տամ, որ իմ տեսահոլովակը տեղադրենք, ասեք կբացատրեք ինձ։ Պետք է իրանք խնդրեն, որպեսզի ինձանից նորություն ներկայացնեն։ Իմաստը որն է, որ ես պիտի նկարանեմ տեսահոլովակ, թեկուզ
Օլգային հարցրել եք, ինքը կարողա, չգիտեմ, ասի հա կարողա չէ, ես չգիտեմ, բայց ինչքան որ տեղյակ եմ, գումար եմ վճարում, որ ռասկրուտկա անեն իրանց տեսալ։ Ինչի պետք է տամ ռասկրուտկա, ոչ միայն հայկական, հա, երկարվեստում, այլ միգուցե նաև ռուսական նշող։ Շատ եւ շատ երկիչ երկչույներ, որոնք այսօր շատ ծեծված են ու շատ եւ շատ ողողված են իրանցով եթերները, իրանք ընկերություն ախբերություն հաստատած արդեն այդ TV-ների հետ, ուղղակի sense կարան շպրտել իրանց տեսալովակը ու իր տեսալովակը լավ էլ ֆրա։ Միգուցե դա նրանցից է արդեն, որովհետև ես համոզված եմ ուղղակի, որ տենց է։ Արփինե, միգուցե դա նրանցից է, որովհետև նրանք աշխատում են, չգիտեմ, տեսահոլովակներ են ներկայացնում, համերգների են մասնակցում կամ ձգտում ունեն։ Այնպես տպավորություն, որ դու ուղղակի կոտրված եւ հոգնած ես այդ ամենից։ Միգուցե դա է պատճառը, որ ինչ որտեղ չես պայքարում։ Եվ հոգնած եմ, դրա համար չեմ պայքարում, բայց եթե ես էլի ասեցի, ես գա այդ ստիմուլը իմ անձի որպես երկչուհու նկատմամբ, ես բնականաբար կձգտեմ ինչ որ բան անեմ։ Հիմա ես ուզում եմ մի բան անեմ ուղղակի զուտ իմ երկրպագուների համար, որտեղ խոստացել եմ։ Այսօր համացանց այնքան ակտիվ է գործում եւ կոնկրետ արտիստների հետ կապված, երբ որ արտիստները ինչ որ գրառում են կատարում եւ կարգավիճակ են փոխում, մի անգամից բոլոր կայքերը տեղադրում են դրանք, բոլոր երկրպագուները իրենց Facebook-յան էջերում են տեղադրում, այսինքն մենակ իրենց PR-ի համար, որ իրենց հետևեն, իրենց կարդան։ Ոչ թե իրենց PR-ի համար, այլ կայքը նրա համար է, որ ցանկացած նորություն տեղադրի PR-ը մի կողմ դնելով։ Հնարավոր է, որ քո տեսահոլովակը այնքան էլի չգիտեմ, PR-ի տեսանկյունից որ նայում ենք, այնքան էլ PR չբերի կայքին, բայց կայքը դա տեղադրի, որովհետև այն նորություն է։ Դե էլի Եվ երկրպագուները այդտեղից PR-ը անում նորությունով բնականաբար։ Արփինե, որքան ժամանակ ժամանակ երկիչը, ասենք, որոնք երկար ժամանակ չի երևացել, ի հայտ է եկել, բա էլի PR-ը։ Այսինքն մեղքը միայն հեռուստաընկերության վրա գցելը սխալ է, պետք է աշխատել եւ այ հետո նոր հասկանալ։ Իրականում հնարավոր է որ Լիլիթի նման տեսնենք։ Ես կաշխատեմ, հետո մենք միասին նորից կհանդիպենք, կզրուցենք, չէ՞։ Լավ, Արփինե, որքան ժամանակ է։ Այդ ժամանակ արդեն եւս այդ թեմաները կշոշափվի ու արդեն արդյունքը կտեսնենք։ Իսկ վաղ չկա, բայց ինչ որ ես տեսնում եմ բնականաբար ու տեսնում եմ ոչ դրական վիճակ, ասենք նույն իմ գոլեգաների հետ կապված, ես մտածում եմ ինչի համար, էլի եմ ասում, ես իմ կարծիքին չեմ դավաճանում, ինչի համար անեմ։ Ընդամենը երկրպագուների, որոնք կարող են համացանցով Ընդամենը երկրպագուների։ Ընդամենը երկրպագուների համար, որոնք կարող են ինձ համացանցով հետևել։ TV-ով բնականաբար չեն տեսնի։ Պետք է ընդամենը այդ դեպքում գնամ խնդրեմ այս մի TV-ի ծրագրին, այն մի TV-ի ծրագրին, որ ինձ կանչեն հյուր, դրանով հրավիրեն, տեսալովակը ցուցադրեն, դրանով եզրափակվի իմ նորույթը լույս աշխարհ ներկայացնելու հետ կապված։ Եվ ես էլի չեմ ընդգրկվի որոշակի հյուրախաղերին, համերգներին մասնակցելու համար։ Արփինե, վերջին աշխատանքդ երբ ներկայացրել ես, դա երբ է եղել եւ որ թվականին կասես։ Վերջին աշխատանքս եղել է 2001-2 թվականին։ Այ չես կարծում, անցել են բավական երկար տարիներ եւ դու բնականաբար դրանից հետո ես ոչինչ չեմ արել, ներողություն եմ խնդրում, որովհետեւ ծնվավ առաջին երեխաս, հետո երկրորդը իրանցով է զբաղված։ Ճիշտ է, ուզում եի արանքում ինչ-որ մի բան անել, անգամ CD-ներ պատրաստեցի, то есть не то что պատրաստեցի, գործիքավորումները պատրաստ են 2 CD-ների համար։ Այդ արանքում ես կարողացա դա անել, то есть ինձանից չէր կախված, ամուսինս էր այդ գործունեությամբ զբաղվում։ Ուղղակի ժամանակ չեղավ ձայնագրության հետ կապված, որովհետև երկրորդի հետ կապված էր ամբողջ զբաղվածությունս։ Հիմա ուզում եմ ինչ-որ մի բան արածելեմ, բայց էլի եմ մտածում։ Իսկ քո նոր տեսահոլովակում մենք կտեսնենք քեզ նոր կերպարում, հա, ապարելուց։ Ես դեռ չգիտեմ ինչ կերպարով կներկայանամ, որ կերպարով կներկայանամ, ինչ կարգի իմիջային փոփոխություն տեղի կունենա, դեռ տեղյակ չեմ, որովհետև երկից է դա կախված, գործիքավորումը արված է։ Ուրեմն բառերի հեղինակ ենք փնտրում, որպեսզի ստանդարտներից դուրս լինի մի քիչ, ես քեզ սիրեցի, դու ինձ լքեցիր, չստացվի, ամբողջ երգը, հա, ու հետո արդեն երկից հետո երբ պատրաստ կլինի ամբողջ
գործիքավորմամբ եւ ձայնագրությամբ վիճակը երկի, արդեն կմտածենք թե ինչ իմիջ ստեղծել։ Լավ, կուզեինք անդրադառնալ նաև այսօրվա շոու բիզնեսին, թեև այն համարում ես աղբ, ինչպես նշել ես հարցազրույցներիցդ մեկում, այնուամենայնիվ կուզեինք լսել քո գնահատականը դրա վերաբերյալ։ Դե հիմա փաստը մնում է փաստ, որ այո, այդ աղբը շատացել է եթերում։ Փող ունեն, տալիս են, երևում են։ Իսկ աղբ ասելով ինչ նկատի ունես։ Անորակ երաժշտություն, կալկալոցներ, այն երաժշտությունը, որը պետք է ուղղակի պարածնի մարդկանց համապատասխան օբյեկտներում, ասենք, հանել են հեռուստաեթեր։ Ասենք խելացի բան չի, պրոյեկտներ են անում դրա հետ կապված, ճիշտ է, ես ողջունում եմ, երկու ձեռքով, երկու ոտքով, նորություն են ուզեցել անել մարդիկ։ Կազմակերպիչներին էլ եմ ողջունում, շատերին ճանաչում եմ, ընկերներ եմ համարում, բայց ոչ բոլորին է կարելի բեմ բարձրանալ, էլի, ոչ բոլորին կարելի է ներկայացնել, էլի։ Լավ, Արփին, ասենք նույն տեսահոլովակների ներողություն եմ խնդրում, նույն տեսահոլովակների առումով եմ ասում, ինչ ասես լսում ես եթերում, սարսափում ես, անգամ չեմ թողնում երեխաներս մոտիկ գան TV-ին, որովհետև այն կարգի երաժշտություն կարան լսեն, որ ասենք ես առհասարակ արգելում եմ տանը նման բան լսել։ Նույնը իմ ամուսինը, ասենք մաքսիմալը ինչ որ իրանք կլսեն, դա կլինի Մայքլ Բոլտոն, օրինակ, մինիմալը, մաքսիմալը զուտ սևերի երաժշտություն։ Ես չեմ ասում, որ ես ինքս եմ մեծացել այդ ամեն ինչի վրա, բայց ես էլ եմ շատ ճիշտ երաժշտություն լսել։ Ուղղակի ես երգել ես այդ նույն երաժշտությունը, որ դու քննադատում ես այսօր։ Երգել եմ ճիշտ է կոմերցիա, պապսովի գործեր եմ երգել, էստրադա եմ ներկայացրել զուտ։ Դա ուղղակի կոմերցիայի հետ կապված, որ ես կարողանամ հետագայում դրանով, ասենք, կարողանամ ինչ-որ մի բան անել։ Լուրջ երաժշտություն լսողները, ասենք, շատ քչացել են հատկապես հիմա։ Միգուցե հենց քո նշած երգիչներն էլ են դա կոմերցիայի համար կատարում եւ բայց ասենք գիտեք ոնց պրինցիպներին չպետք է դավաճանես էլի, եթե այդ երգիչները ստեղծել ի սկզբանե խոսքի օրինակ հին կատարողների մասն է խոսքը, երգել են եւ ներկային եւ հանդիսացել են շատ ավելի ճիշտ եւ լուրջ երգերով, որտեղ կարային ցույց տան իրենց ձայնային հնարավոր դիապազոնն ու տվյալները, հա, այսօրվա օրով իրանք կարան փողի համար, ասենք այդ 6-8 երգեն, օրինակ չգիտեմ, լավ է որ շատ փող ունենաս, բայց ասենք երբեք չպետք է վաճառվես այդ պրինցիպին, էլի, քո պրինցիպներին դավաճանելով, վաճառվես այն պրինցիպին, որ 6-8-ով կարաս մենակ փող աշխատես։ Արփինե, արի անկեղծ լինենք, եթե այսօր լինեիր գործող երգչուհի եւ երգեիր այն ինչ որ մինչ օրս կամ նախկինում երգել ես, դու քո երգացանկում չէիր ունենա մի քանի կոմերցիոն երգեր կորպորատիվ միջոցառումներին մասնակցելու եւ ինչու՞ չէ գումար վաստակելու համար։ Ես էլի մասնակցում եմ կորպորատիվներին։ Ես խոսում եմ այն երգչուհիների մասին, ովքեր այժմ գործում են, եթե դու նույնպես լինեիր գործող երգչուհի, կունենայիր նմանատիպ երգեր եւ ես չի ունենա, ես կսարքեի նույն բանը կասեմ, ես կանեի ժողովրդական երգերի հիման վրա պատրաստած պոպուլիներ, այդ գործերը կվերագործիքավորեի, կսարքեի իմ տարբերակով եւ կներկայանայի դրանով, բայց 6-8 ես երբեք չի երգի ու չեմ երգի։ Լավ, մի անգամ էլ նշել ես, որ չեմ կլկլա, ես կերգեմ այնց ոնց որ պետք է։ Լավ, հատուկ մասնագետների մոտ կգնամ, որ ճիշտ մշակում արվի, որ հետո վաղը մյուս օր կեղտեր չբռնեն իմ վրա։ Որ ասեն, այստեղ ժողովրդական երգեր բռնեց 6-8-ային կլկլոցներով երգեց այս երգը։ Հասցենք հաստատ այնց կանեմ, որ չեն ծիծաղա։ Հիմա ես ուղղակի ներկայացնում, որովհետև հետևիցս չեն ընկել, չեն նայում, ես ինչ եմ անում, բան էլ չեմ անում, որ հետևիցս ընկնեմ, բայց վաղը մյուս օր որ ասենք գործող երգչուհի լինեմ նորից, եթե ստացվի նման բան, հարգարժան երկրպագուներ, հա, բնականաբար ես մանրակրկին կհետևեմ յուրաքանչյուր ֆրազայի, որը կերգեմ։ Իսկ չես կարծում, որ հետևելով պետք է հասնես այդ կետին, ոչ թե դառնաս գործող երգչի, հետո նոր սկսես հետևել։ Հետևելով կարայի, այո։ Ուղղակի հիմա ես էլ եմ ասում, ոչ ինչի համար անեմ։ Չեմ էլ ուզում ծանրաբեռնեմ ինչ-որ վոկալներ համապատասխան, ամուսինս ինքը հրաշալի վոկալիստ է, ու իրանից ենքով ես չեմ տեսնում Հայաստանում։ Հիմա ամուսինը Չնայած ես բավականին, ասենք իմ պրակտիկայից ելնելով, ասենք կենթանի կատարումներով ներկայանալով միայն կենթանի կատարումներով ներկայանալով ես բավականին բացվել եմ։ Առաջ ուղղակի մեծ փուչիկի պես են սարքել էին, ասենք Ես ինչան, ես կարային կունենայինք այսքան դիապազոն, բայց ներկայացնենք հիտովի երգեր, որ մարդիկ դժային դրա տակ բան լավ զգային իրանց, ասենք, պարեին, ուրախանային, չգիտեմ, ֆանատներ ունեցանք եւ այլն, մեզ
սարքեցի։ Բայց կարծես թե հենց 90-ականներին թվականներին ինչ որ եղել, այն էլ հիմա կա։ Այս դեպքում ինչու ես քննադատում։ Այսօրվա մեր երգիչ-երգչուհիներին էլ չէ կարողանում են սարքել նրանց ձայնը այնպես ներկայացնել, որ հեռուստաեթերից այն կողմ դա հնչի շատ լավ, բայց իրենք ժամանակի ընթացքում էլի կատարելագործվում են, ինչպես նշեցիր դու ես եղել, քո դեպքում է եղել։ Այս դեպքում չես կարծում որ նույն բանն է ստացվում եւ աղբ համարելով այն կամ չգիտեմ նրանց անտաղանդ համարելը մի փոքր սխալ է։ Ես ասում եմ, ես բոլորին յապագալովն է ոչ մեկին չեմ ասում, որ ծերից ծեր աղբ է, ասում եմ ողողված է աղբով։ Կան նմանները, որ բացարձակ իրավունք չունեն եթեր բարձրանալու, բացարձակ, որ լսում ես անգամ ձայնագրության մեջ այն կարգի ֆալշեր են հնչում, որ սարսափում ես։ Գոնե այդ ձայնագրության ընթացքում ուղումներ արվի եւ ասենք նոր հանդես գա կամ բաղաձայն երգումը ասում է ասենք ես ինչի հետ է նկարում նրա հետ անտիպը ես այդքան կամ իմ կողքը տեսեք ովքեր կան եւ այլն իրանցով ինչ որ թևեր ա ուզում առածել ինչ որ մտնում ա մի ձև ինչ որ մի թիկունք ունենալով իրանց մեջ բայց չի նշանակում որ նա այն կարգի երգիչ կամ երգչուհի է որ իրանց հետ շփվում է բայց պետք չի էլի որ խոսքի փող ունեմ ուրեմն դեմք եմ տենց չպետք է լինի կարաս փող ունենաս բայց դու դեմք չես որտեվ այդ նույն ասածս որոշակի աղբերի կողքով անցնում ես, նենց քթները ցած են կանգնած, տիպը քեզ չեն ճանաչում։ Կարող է չճանաչեն, բայց տարական կուլտուրա չունեն։ Ամոթել է, ասենք, այդ աղբը բերել համեմատել այն ամեն ինչի հետ, ինչ որ հիմա եթերում շատ եւ շատ լավ ձևով ներկայացվում է խոսքի օրինակ։ Այն երգիչ-երգչուների հետ միասին տեսահոլովակները ներկայացնեն, այն երգիչ-երգչուների հետ միասին այդ անորակ տեսահոլովակները կամ անորակ երգիչների տեսահոլովակները, որ հավասար ձևով գնում է։ Այս մեկը երգը ներկայացրեց, այն մեկը ներկայացրեց, հիմա խիտ պարադ ենք անում։ Ով է լավագույնը։ Ով ավելի շատ բան ունի, ասենք, փողերը բաժանելով մանագալի, որ կքվեարկեն, պարզա ինքը ավելի շատ, բայց վտոգի նայում ես, այնի ավելի որակով է, բայց ինի առաջի տեղում է։ Լավ Արփինե, նշել ես շատ անգամ, որ քեզ նման երգչուհիներ էլ այսօր շատ կան նաև լավերը, որոնք ստվերում են կամ վատերը, որոնք եթերում են, եւ նաև ասել ես, որ այդ վատ երգչուհիները եթեր են դուրս գալիս միայն հարուստ սիրեկանի եւ իրենց ձեռքում եղած օճառի շնորհիվ։ Այ հետաքրքիր է, որն է քո տեսակը, որ քո տեսակ երգչուհիներ շատ կան եւ արդյոք չես կարծում, որ այստեղ խնդիրը քո մեջ է, որովհետեւ մի փոքր, չգիտեմ, տարօրինակ է նստել տանը եւ էկրանից այն կողմ ուղակի ոչինչ չանելով մեղադրել սև ցուցակներին եւ քննադատել այն բոլոր երգիչ-երգչուհիներին եւ մի օրինակ նայել նրանց ու մեղադրել, որ միայն սիրեկանների եւ ձեռքում եղած օճառի շնորհիվ են նրանք առաջ գնում։ Անորակների մասին ես չեմ էլ փոխում իմ կարծիքը, ես տենց էլ մտածում եմ։ Իսկ ես չեմ ասում լավ երգիչ-երգչուհիների մասին, որոնք որ իրոք ներկայանում են լավ ձայնով, լավ հետաքրքիր երգերով, լավ կերպարներով, ես նրանց մասին չեմ ասում։ Ես ասում եմ նրանց մասին, ովքեր որ իրոք անորակ են, աղբ են ձևավորում շոու բիզնեսում ու ասենք, բայց всё-таки իրանք երևում են։ Բնականաբար դա փողի իրանց տաղանդի շնորհիվ չեն երևում։ Ես հասկանում կամ շատ սիրուն աչքերի համար միայն։ Ոչ երգիչ-երգչուհիներ կան, որոնք ուղղակի այն տեսակ յուրովի եւ այն տեսակ տարբեր կերպարներով ու չգիտեմ հետաքրքրությամբ են ներկայանում հանդիսատեսին, ինչը կարող ես անել նաեւ դու եւ տարբեր հեռուստաալիքներ պատտեցնում են իրենց ստեղծագործությունները։ Այսինքն եւ մի օրինակ չի մի անգամ այտենց եղել էր հարցազրույց տեղի ունեցավ, որ գրեցի փողին մունա դրեցին անվանում ու ուրիշ բան են հասկացել շատ-շատերը։ Լավ, դա ուրիշ հարց է, ուղղակի միանշանակ չի կարելի վերաբերել եւ կարծիքներ արտահայտել, որ բոլորը իրենց առաջ են գնում իրենց սիրեկանների շնորհիվ։ Ես չասացի բոլորը։ Քո նշած հարցազրույցներում հիմա շատ-շատերը, այո, այդ գործոնով են շարժվում։ Շատ-շատերը։ Չես կարծում, որ ճաշակները տարբեր են եւ մեկ այլ կատարողի համար, չեմ ուզում այսպես կոպիտ հնչի, բայց կարող է քո արած աշխատանքը իրենց հոգի հարազատ չլինի։ Կարա լինի, ինչու ոչ։ Կարա լինի, ինձ էլ կարան շատ-շատերը չսիրեն, չլսեն, մարդիկ կան, որ ասում են մենք տեղյակել չենք, որ նման երգչուհի գոյություն ունի։ Մեղավորը այստեղ։ Մեղավորը ժամանակին օթերս փակեցին, հիմա էլ երևի ես եմ, կներեք, որ չկա այն ժամանակին եթերում ու արհեստական ձևով փակեցին։ Դրա համար չեն ճանաչում մարդիկ խոսքի։ Արփինե, երբ կարդում ենք քո հարցազրույցների տակ արված մեկնաբանությունները, երբ նման համարձակ ձևով է իր արտահայտվում, մարդիկ գրում են, որ ինքը իրեն պրոֆեսիոնալ երգչուհի չհամարելով, մեկ անգամ նշել ես, որ ինքդ քեզ պրոֆեսիոնալ երգչուհի չես համարում, շատ համարձակ է արտահայտվում, որ իրավունքը ինքը չունի, իսկ ինքն ինչ է անում։ Ուղղակի նստում է եւ սկսում է քննադատել բոլորին եւ կային մարդիկ, ովքեր սա կապում են ինչ որ
Նախանձի հետ, հա, այսպես ասեմ, Բացարձակ կային նախանձ մարդիկ, չունեմ։ ովքեր Երևի թե ես դրանով կարող եմ հպարտանալ, որ ես իմ մեջ նախանձը չկա։ Ես ուղղակի ռեալ տեսնում եւ դա երևի կրիտիկ եմ նատուրայով, չգիտեմ, չեմ իմանում, կարող հայերեն ոնց է հնչում է։ Քննադատ։ Երևի քննադատ եմ իմ բնությունով, ես չգիտեմ, բայց հաստատ նախանձից ելնելով չեմ ասում դա։ Երկար ժամանակ դու ցանկացել ես կենթանի նվագակցությամբ մենահամերգ կազմակերպել, սակայն դա նույնպես չի եղել։ Պատճառը ֆինանսական խնդիրներն են, երգերի պակասը, թե ուղղակի դահլիճը ամբողջովին չլցնելու վախը։ Այ, գիտեք, հիմնականում սենց մի բան ասեմ։ Հիմնականում իմ հարցազրույցները նման են նվնվոցի։ Ես ինքս նատուրայով իմ բնությամբ նվնվացող մարդ չեմ։ Բայց քանի որ անընդհատ ես բողոքում եմ, որ չկամ եթերում եւ որ դա իմ ցավագին կողմն է, ես կարող եմ sense վստահ ասել։ Ուրեմն ժամանակին կար Արփինե Բեկջանյան, նա երգում էր եւ TV-ներով երևում հաճախ։ Այնուհետև նա չկացավ։ Ինչու՞։ Եկան այնպիսի մարդիկ, այնպիսի բոբոջաջաներ, որոնք այդ աղջկան այդ երկչումները Բանաստեղծություն ես նույնիսկ օրինել այդ թեմայով։ Վերացրեցին իր գոլեգաների հետ միասին։ Բնականաբար այդ երկչուհին այլևս հանդես չեկավ ոչ մի համերգի ժամանակ։ Բնականաբար չեղան նաև հյուրախաղեր։ Բնականաբար չեղավ նաև ֆինանս։ Բնականաբար նրանք փակեցին իմ եկամուտի աղբյուրը եւ ոչ միայն իմ, այլ նաեւ շատ եւ շատ իմ գոլեգաների։ Ապա եւ որտեղից այդ ֆինանսը հայթայթել, եթե ոչ միտեղ դու չես գնում, քեզ չեն հրավիրում, ոչ մի համերգի ներկա չես ու չես ֆինանսավորվում, որտեղից հայթայթես այդ գումարը, որ կարողանաս ունենալ նման համերգ։ Լավ Արփինե, խոսեցինք ակումբից, արդյոք ակումբը քո երգչուհու տեսակը չի սպանել, որովհետև կիսախավար մթնոլորտ, ոգելից խմիչքներ եւ վերջապես չմոռանանք այն, որ մարդիկ շատ հաճախ այցելում են ակումբ ոչ թե երգիչ-երգչուհիներին լսելու, այլ ուղղակի ժամանակ անցկացնելու համար։ Ժամանակ անցկացնելը ինչի նկատի ունեք, երգչուհուն ձերտալ։ Ոչ, իհարկե նստել եւ խմիչք վայելել։ Իհարկե լինում են նաեւ ոչ պատշաճ հաճախորդներ։ Բնականաբար, դրանց հետ ես համապատասխան դիրքում եմ։ Չէ, չեն սպանել, բացարձակ։ Ես դաժե կարող եմ ավելի ստույգ sense բարձրաձայնել, որ ինձ օգնել այդ գործունեությունը ակումբային։ Ես միշտ ֆորմայի մեջ եմ։ Ես կենթանի եմ երգում ու չեմ փակվում որպես երգչուհի, հակառակը ինձ դա օգնում է։ Ու հակառակը դա օգնում է, որ ինձ գան իմ եթերում չկամ, գոնեն ինձ գալիս են, տեսնում են, լսում են իմ երկրպագուները, մարդիկ ու ես հետաքրքիր եմ որպես երգչուհի։ Ու փառք Աստծո դեռ այնպես չի եղել, որ ասեն, այս մեկը թող մի հատ երգի։ Այսքան ժամանակ նման բան չի եղել։ Ասել են, այս երգչուհին անուն ազգանունով երգերի անվանումներով նշել են։ Դա գլուխ գովալ չի, ես դա պարծանքով եմ ասում ու փառք Աստծո, որ դա այդպես է։ Ուրեմն ես հասցրել եմ իմ անունը այն մակարդակի գուցեև, որ գոնե հարգանք ունենամ մարդկանց մոտ։ Իսկ այդ ձեր ասած կամ իմ ասած որոշ աղբեր, որոնք եւս աշխատում են, ուղղակի ասում են սրան ասեք մի հատ էս երգի, որտեղ նոր լսեցինք այդ երգը։ Այդ դա վառ օրինակով եմ ասում, որտեղ ինքս ականատես եմ դրան, որովհետեւ այդ նույն աղբ ասածը, այդ նույն ակումբներում, ասենք, նույն ձևով կարող է, ասենք, աչքերով կլիենտ կպցնի կամ ասենք պատվեր կպցնի։ Ու դրա համար ես համարում եմ դա աղբ։ Այդ դրա մասին է խոսքը։ Եթե մանրացանք, ինչ ասեմ։ Եվ եզրափակելով այս ողջ իրադարձությունները կուզեինք խոսել ներկայի մասին։ Դու այսօր ունես ամենագլխավորը, ունես ընտանիք, ունես երեխաներ եւ չնայած բոլոր դժվարությունների դու շարունակում ես երգել։ Բայց արդյոք այս ամենով հանդերձ դու քեզ լիարժեք կին ես համարում։ Դե վրոցի լիարժեք կին եմ։ Իհարկե, այո։ Ես լիարժեք կին եմ ինձ համարում, երջանիկ կին եմ համարում, որովհետեւ այո, ունեմ ամուսին, որին սիրում եմ, ծնողներս չեն ամուսնացրել ենքան, որ ամուսին, որին սիրում եմ, երեխաներ, որոնց պաշտում եմ, որոնք եւս շատ տաղանդավոր են, ունեմ
համատեղելու հնարավորություն եւ կարիերան եւ անձնականը, ել ինչ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Ամեն դեպքում շնորհակալ ենք, որ մեր հաղորդման ընթացքում խոսեցիր, կիսվեցիր մեզ հետ եւ շնորհակալ ենք, որ ընդունեցիր մեր հրավերը։ Ես եւս շատ շնորհակալ եմ աղջիկներ, որ չանտեսեցիք ինձ, հրավիրեցիք, ես էլ սիրով ընդունեցի հրավերը։ Լավն եմ, վատն եմ, ասեմ, ինչ որ կար մտքիս, կեղծավորություն չեմ անում, երբևիցե չեմ էլ արել, անկեղծ արտահայտել եմ։ Այսօր արտահայտեցի մնացած մտքերը, որոնց մեջ դուք բզբզացիք ու իդեպ նաև նշեմ կարծիքս, որ իրոք հետաքրքիր հաղորդում ունեք դուք, շատ լավ հրաշալի հաղորդում եք ստեղծել, որը շրջանցում է ավանդական հարցերը եւ շատ ավելի խորիմաստ է դարձնում ձեր ծրագիրը։ Շատ շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ձեզ եւ շնորհակալություն իմ երկրպագուների համար, ձեր հեռուստադիտողին, որոնք հետևում են այս ամեն ինչին։ Կսպասենք քո նոր աշխատանքին եւ ցանկանում ենք, որ դա լինի ոչ թե տարիներ հետո, այլ ընդամենը որոշ ժամանակ հետո։ Դա Աստված, դա արդեն հնարավորություններից ելնելով կլինի։ Երևի թե ձգտումը կա, ֆինանսն էլ Աստված կտա կլինի, լավ կլինի։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ նաեւ։ Մեր այսօրվա տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագա Քանքանյան Image Studio-ին։ Image Studio-ն ոճաբան դիմահարդար Ագա Քանքանյանի ղեկավարությամբ հանդիսանում է միակը Հայաստանում, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի առաջարկվում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ, որոնք իրականացվում են ժամանակակից լավագույն սարքավորումներով։ Հասցե Իսահակյան 14։ Այսօր այսքանը մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-պարտներ կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր Կարոզա Հարսանյաց սրահ։ Կարոզա։ Միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Հաղորդման գործընկեր Անտիկյան ցուցասրահ։ Կարոզա Հարսանյաց սրահ միայն համաշխարհային ճանաչում ունեցող բրենդային հարսանեկան զգեստների, ինչպես նաև աքսեսուարների լայն տեսականի ամենասեղմ ժամկետներում կարող ենք ապահովել ցանկացած բրենդային հարսանեկան զգեստ։ Ալեք Մանուկյան 17, հեռախոս 575007։ Կարոզա։ Միայն բրենդային հարսանեկան զգեստներ։ Ժամանակակից արվեստի լավագույն գործերն ու ամենահայտնի հայ նկարիչները Անտիկյան ցուցասրահում։ Հասցեն Պուշկինի 33, Կոտորակ 21, հեռախոս 53 88 20։